Բրազիլիայի արտգործնախարարությունը փաստաթղթով ընդունել է, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել երկրի տարածքում այն բանից հետո, երբ PCC եւ CV խմբավորումները Վաշինգտոնի կողմից ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ։ Նախարար Մաուրո Վիեյրայի ստորագրած փաստաթղթում նշվում է նման սցենարի հնարավորությունը գոյություն ունի, սակայն այն չի նպաստի Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացմանը։ Բրազիլական կողմը հիշեցրել է այդ խմբավորումների նախկին կարգավիճակն արդեն հնարավորություններ տալիս երկու երկրներն փոխանակել հետախուզական տվյալներ եւ համատեղ պայքարել կազմակերպված հանցավորության դեմ։ Միաժամանակ ընդգծվել է Վաշինգտոնի որոշումը միակողմանի էր եւ չէր ուղեկցվել պաշտոնական ծանուցմամբ, ինչի պատճառով Բրազիլիան դեռ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։ CNN-ը հայտնում է, Թրամփը որոշել է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Աղբյուրների փոխանցմամբ Թրամփին տեղեկացրել են գագաթնաժողովին չմասնակցելը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք Թուրքիայի ղեկավարի նկատմամբ։ Միաժամանակ նշվում է, ԱՄՆ նախագահը սկզբում դժգոհությամբ էր վերաբերվում հանդիպմանը, դժգոհ լինելով այն հանգամանքից, որ դաշինքի մի շարք անդամներ չեն աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ CNN-ի տվյալներով Սպիտակ տանը չեն բացառում, որ նախագահի տրամադրությունը կարող է ազդել գագաթնաժողովի ընթացքի վրա։ Reuters-ը հողումանելով անվտանգության ծառայության աղբյուրին հայտնել է, Դամասկոսում մի քանի պայթուցիկ սարքեր են գործի դրվել այն հյուրանոցի մոտ, որտեղ այդ պահին հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ աղբյուրի պայթյունները տեղի ունեցել նախագահի գտնվելու վայրի անմիջական հարևանությամբ եւ լուրջ անվտանգության միջոցառումների պայմաններում։ Reuters-ի փոխանցմամբ անվտանգության ծառայությունները սկսել են դեպքի բոլոր հանգամանքների պարզումը։ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան հայտարարել է. ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարությունները Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներին աջակցելու մասին ըստ Մոսկվայի հաստատում է երկրի անվտանգության մտահոգությունների հիմնավորվածությունը։ Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր. ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդներն աջակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին։ Ժուրովան նշել է, Ռուսաստանը բանակցությունների ընթացքում առաջնահերթ է համարում սեփական անվտանգության ապահովումը եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Նա նաև ընդգծել է, այլ երկրների ղեկավարները չպետք է մեկնաբանեն ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, քանի որ Վաշինգտոնը կարող է ինքնուրույն ներկայացնել իր տեսակետը։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները որևէ անմիջական սպառնալիք չեն ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ նրա հյուրընկալած հյուրանոցի համար։ Գերատեսչության տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան, իսկ իրավապահները նախապես հայտնաբերել էին պայթուցիկ սարքերը, սակայն չէին հասցրել դրանք վնասազերծել։ Նախարարությունը նշել է, պայթյունները տեղի ունեցել անվտանգության սահմանված պարագծից դուրս եւ չեն ազդել նախագահի այցի ծրագրի վրա։ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային առևտրային տրանսպորտի գործողությունների կենտրոնը հայտնել է. Օմանի Լիմա քաղաքից մոտ 8 կիլոմետր արևելք անհայտ արկը հարվածել է նավթատարի ձախ հատվածին։ Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Կենտրոնը նշել է, միջադեպը տեղի ունեցել միջազգային նավագնացության կարևոր հատվածում եւ դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։ Առայժմ չի հաղորդվում, թե ով է իրականացել հարձակումը։ Բրիտանական կողմը շարունակում է հետևել իրավիճակին եւ հավաքել լրացուցիչ տեղեկություններ։ Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին հնարավորինս շուտ վերացնել Վենեսուելայի դեմ կիրառվող բոլոր միակողմանի պատժամիջոցները։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է. այս սահմանափակումները միջազգային իրավունքում իրավական հիմք չունեն եւ անօրինական են։ Նրա խոսքով պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ է Վենեսուելայի մաղետից հետո վերականգնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Դիվանագետը շեշտել է, Պեկինը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է. ՆԱՏՕ-ին պաշտպանության ծախսերի աճը պետք է հանգեցնի դաշինքի մարտունակության իրական բարձրացման, այլ ոչ թե մնա միայն բյուջետային փոփոխություն։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի վերափոխման գլխավոր նպատակը հուսալի կոլեկտիվ պաշտպանության վերականգնումն է, միաժամանակ պահպանելով ճգնաժամերի եւ բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներին արձագանքելու կարողությունը։ Գյուլերը նշել է, Եվրոպան պետք է ստանձնի ավելի մեծ պատասխանատվություն ավանդական պաշտպանության ոլորտում, իսկ ԱՄՆ-ի զսպման ներուժը շարունակում է մնալ անփոխարինելի։ Նա ընդգծել է Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի մասնակցության վերջին հակամարտությունը ցույց են տվել տարածաշրջանային ճգնաժամերի գլոբալ ազդեցությունը։ Նախարարի գնահատմամբ հրթիռային հարվածները, անօդաչու սարքերի կիրառումը, ծովային նավագնացության խափանումներն ու մատակարարման շղթաների խնդիրները վկայում են, ժամանակակից սպառնալիքները խորապես փոխկապակցված են։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է. Կիևի եւ Վարշավայի միջև արկա լարվածությունը իր գնահատման մոտ ժամանակում կարող է ել ավելի խորանալ։ Նրա խոսքով հարաբերությունների սրման գագաթնակետը դեռ առջևում է։ Բուդանովը նշել է, մինչև հուլիսի 11-ը Վոլինյան ողբերգության տարելիցը Լեհաստանն իր տեղեկություններով պատրաստում է մի շարք քայլեր, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների վերականգնումը հնարավոր կլինի միայն երկար ժամանակ անց, մոտ 1 տասնամյակի ընթացքում։ Իրանի պետական ԻՐԻԲ հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է. Կատարի Ալ-Ռաքայաթ նավթատարը ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ փորձել է Օմանի երթուղով անցնել Հորմուզի նեղուցով։ Հաղորդման համաձայն բազմաթիվ նախազգուշացումներ անտեսելուց հետո նավթատարը դարձել է հարձակման թիրախ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կենտրոնը հայտնել էր անհայտ արկը հարվածել է դեպի հարավ շարժվող տանկերի ձախատվածին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Իրանական կողմը պնդում է միջադեպը տեղի ունեցել նախազգուշացումներն անտեսելուց հետո։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Այսօր առավոտյան ժամը 09:00-ից մեկնարկել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկայում ընդդիմությունը կանցնի ակտիվ գործողությունների։ Այդ օրակարգային հարցերը պետք է ձևակերպվեն, քննարկվեն եւ դրանց շուրջ մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Բնականաբար լինելու են թե հանրահավաքներ, թե փողոցային պայքար։ Հարցն այն է, թե երբ, ինչ ձևաչափով եւ ինչ ուժերով են դրանք իրականացվելու։ Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Սաղաթելյանը։ Նա նաեւ նշել է, որ իր համոզմամբ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդիկ ենթարկվելու են հետապնդումների, քանի որ չեն սպասարկում իր ձևակերպամբ թուրք-ադրբեջանական օրակարգը։ Սաղաթելյանի խոսքով ճնշումների կարող են ենթարկվել նաև այն գործարարները, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն չեն ընդունում իր բնորոշմամբ թրքացման գործընթացը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1,042,000, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը հուլիսի 1-ին Վիեննայում մասնակցել են միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դաշինքի 2026-ից 2028 թվականների աշխատանքային ծրագրի նախագծին, փաստաթղթում նկարագրված առաջնահերթություններին, ինչպես նաեւ օդային ճանապարհով անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։ Մասնակից պետությունների պատվիրակները ներկայացրել են միգրանտների ապօրինի տեղափոխման կանխարգելման, դրա դեմ պայքարի եւ անկանոն միգրացիայի ոլորտում իրենց երկրներում իրականացվող աշխատանքները, հանդես եկել գործողությունների ծրագրի տեքստի վերաբերյալ խմբագրական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը նորից շրջանառել 2026 թվականի դեկտեմբերին Դաշինքի միացյալ հայտարարությունը ստորագրած 61 պետությունների շրջանում։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տեր Իգնատիոս վարդապետ Մալխասյանը ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից նշանակվել է Խորվիրապ վանքի վանահայր։ Հոգեշնորհ Տեր Հովանես Աբեղա Թորգոմյանը ազատվելով Մայրաթորի Իզմիլյան բժշկական կենտրոնի հոգեվոր տեսչի պարտականություններից ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսե վանքում։ Արժանապատիվ Տեր Գառնիկ Քահանա Աբոյանը եւ Տեր Դավիթ Քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի Հայոց թեմում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրերը ժամանել են դատարանի բակ։ Ավագ դուստրը հայտարարել է, որ ընտանիքն արդեն մեկ անգամ անցել է նման փորձությունների միջով, սակայն իր խոսքով առավել մտահոգիչը երկրի համար հնարավոր երկարաժամկետ հետևանքներն են։ Հայրս մեկ ամիս եղել է կալանքի տակ, ամուսինս այժմ տնային կալանքի մեջ է։ Վստահ եմ այս փորձությունն էլ կանցնի եւ մենք կկարողանանք դիմակայել, ասել է նա։ Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն առանձին դատական գործընթացներին, այլև այն փոփոխություններին, որոնք իր գնահատմամբ կարող են անդառնալի ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մշակույթի եւ արժեհամակարգի վրա։ Այսօրվա որոշումների հետևանքները կարող են տարիներ անց զգալ մեր երեխաները, կոչ եմ անում բոլորին լինել սթափ, զգոն, ճիշտ գնահատել իրավիճակը եւ չտրվել փոխադարձ թշնամանքին։ Վստահ եմ, որ ի վերջո արդարությունը կհաղթի, ասել է Գագիկ Ծառուկյանի դուստրը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը կատարված 12-ժամյա խուզարկության ավարտից հետո նա ձերբակալվել է։ Նրա փաստաբան Երևեմ Սարգսյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է եւ կներկայացվի դատարան կալանքի համար։ Փաստաբանը նաեւ հստակեցրել է, որ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Պարզաբանել է նաեւ, որ գործը վերաբերում է Հայ-իրանական պալատի գործունեությանը, որի շրջանակում Ծառուկյանը փորձում էր աջակցել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը։ Քննչական կոմիտեում վայրի կենդանի կամ թռչունապորինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից արգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի։ Գագիկ Ծառուկյանը գիշերը ժամը 2-ին դուրս է եկել քննչական կոմիտեից, նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են Նոր-Նորքի դատարան, որտեղ քննվում է նրա խափանման միջոցը։ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտեից դուրս գալուց հետո անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի հուլիսի 11-ին հնչեցրած հետևյալ հայտարարությունն է. քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել բացարձակապես ոչ մեկը։ Հայց, որի պնդմամբ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն արատավորելով իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, այդ պատճառով Բագրատ Սրբազանը դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչապետին, որպեսզի դատական օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվ արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։ Բացի այդ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 49.7 դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքիվ գումարը։ Ուժեղ Հայաստան դաշինքը դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները։ Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լրացնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին, ասված է ուժեղ Հայաստան դաշինքի հայտարարության մեջ։ Հայաստան դաշինքը եւս դատապարտել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում 3 իրականացված գործողությունները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվար-մայիսին 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Հուլիսի 7-ին ժամը 16:52-ից ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է նահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավոշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են ընտանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաալիքին, պատասխանելով լրագրողի հարցին նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաեւ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի Աստված այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զգալի ներդրում է ունենում, հավելել է Քուրթուլմուշը։ Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ռուսական կողմին հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա։ Բաքուն խիստ բողոք է հայտնել հուլիսի 5-ին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում Սոքարի բենզինալցակայանի վրա օդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, ընդգծելով, որ սա առաջին նման դեպքը չէ, Ռուսաստանը կոչ է անցկացնել համակողմանի հետաքննություն, ներկայացնել պարզաբանումներ եւ ապահովել քաղաքացիական ու դիվանագիտական օբյեկտների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների կատարումը։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատերազմում վճռոց նշանակություն կունենան օդային հարձակումները։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն կանգնեցել է ռուսական ուժերին մարտադաշտում եւ զրկել հակառակորդին ծովային գերիշխանությունից, ինչից հետո հիմնական դիմակայությունը տեղափոխվում է օդային տարածք։ Զելենսկին նշել է տարածքի չափն այս փուլում արդեն երկրորդական նշանակություն ունի, քանի որ պատերազմի առանցքային ուղղությունը դառնում է երկինքը։ Նախագահի գնահատմամբ Ուկրաինան արդեն մրցունակ է օդային պայքարում եւ կարողանում է դիմակայել ռուսական ուժերին։ Նա ընդգծել է հետագա զարգացումների համար հենց օդային հնարավորությունները վճռորոշ դեր են խաղալու։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նշելով, որ Ֆրանսիան Սիրիայի ժողովրդի բարեկամն է դեռ նախորդ ռեժիմի տարիներից։ Նրա խոսքով Մակրոնը շարունակել է կապ պահպանել Սիրիայի նոր ղեկավարության հետ եւ աջակցել երկրի վերածննդին, ինչպես նաեւ նպաստել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման գործընթացին։ Ալ-Շարան հայտարարել է, երկիրը վերականգնման փուլում է մեծապես տուժել է 14-ամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով, սակայն ունի զարգացման զգալի ներուժ։ Նա հայտնել է, Սիրիան բանակցում է Airbus-ի 8 ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ եւ ակնկալում է դրանց մատակարարումը հնարավորինս շուտ։ Սիրիայի նախագահը նաև նշել է, Ֆրանսիան նախատեսում է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ֆինանսական համակարգի վերականգնմանը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, եթե որոշումը կախված լիներ իրենից, Ուկրաինան անմիջապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Միաժամանակ նա ընդգծել է, իրատեսորեն գնահատում է իրավիճակը եւ հասկանում է, այս հարցը ներկայումս դաշինքի քաղաքական օրակարգում չէ։ Ստուբի խոսքով ՆԱՏՕ-ն Ուկրաինայի կարիքն ունի նույնքան, որքան Ուկրաինան ՆԱՏՕ-ի։ Նա համոզմունք է հայտնել, որքան ավելի մոտ լինի Ուկրաինան դաշինքին, այնքան ավելի ուժեղ կլինեն նրա պաշտպանական եւ զսպող հնարավորությունները։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը շարունակում է աշխատել Իրանի հետ եւ ձգտում է բացառել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն նախընտրում է համաձայնագիր, սակայն եթե դա չկայանա, Միացյալ Նահանգները կարող է շատ կարճ ժամանակում ոչնչացնել Իրանի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում կամուրջները, էլեկտրակայաններն ու խոշոր արդյունաբերական գործարանները։ Թրամփը նաեւ հայտարարել է, չի ձգտում ռեժիմի փոփոխության, սակայն ընդգծել է, իրադարձությունները կարող են զարգանալ տարբեր սցենարներով։ Խոսելով Հորմուզի նեղուցի մասին, նա այն անվանել է իսկական ոսկու հանք եւ նշել, շատերը նախկինում նույնիսկ չէին լսել դրա մասին։ Աքսիոսը հողում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին հայտնել է, ԱՄՆ-ն կարծում է, Իրանը հուլիսի 6-ին առնվազն 2 հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի ուղղությամբ։ Ըստ հրապարակման, հարձակումները տեղի ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել էր Վաշինգտոն-Թեհրանի միջև հարվածները դադարեցնելու վերաբերյալ մեկշաբաթյա համաձայնագիրը։ Ամերիկյան կողմի գնահատմամբ այս միջադեպը վտանգի տակ է դնում երկու երկրների միջև ձեռքբերված փոխըմբռնման հուշագիրը։ Աքսիոսը նշում է, ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կպատասխանի հարվածներ հասցնելով Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոստենյակ Կամիշը հայտարարել է, 2022-ի փետրվարից Ուկրաինային փոխանցվել է շուրջ 16.4 միլիարդ զլոտի, մոտ 4.5 միլիարդ դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա։ Նրա ներկայացման օգնության հիմնական մասը տրամադրվել է 2022-2023 թվականներին, իսկ ներկայիս կառավարությունը փոխանցել է եւս 1.5 միլիարդ զլոտի ռազմական աջակցություն։ Նախարարը նաեւ հաստատել է, Լեհաստանը Կիևին փոխանցել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով։ Նրա խոսքով փոխանցված զինամթերքի ծավալը չի գերազանցում Լեհաստանի հնարավորությունները եւ չի թույլատրում երկրի հոբ ներուժը։ Բերբերա քաղաքի օդանավակայանի տարածքում շարունակում է լայնածավալ ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը, որը ըստ Le Monde-ի նախատեսված է դառնալու ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ռազմաբազա։ Ալբանիական լուսանկարները ցույց են տալիս ստորգետնյա օբյեկտների կառուցում, որոնք անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ կարող են օգտագործվել զինամթերքի եւ վառելիքի պահեստավորման համար։ Շինարարությունը իրականացվում է ԱՄԷ-ի եւ Սոմալիլենդի մինչեւ 2017 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում, սակայն օբյեկտը ստեղծվում է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից ելնելով։ Բերբերայի նավահանգիստն օդանավական ռազմավարական նշանակություն ունեն Կարմիր ծովի մուտքի եւ Բաբել-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվելու շնորհիվ։ Պոլիտիկոյի տեղեկություններով հուլիսի 2-ին Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել կործանիչներ։ Նորվեգիայի արևմուտքում գտնվող երկնքում ենթադրաբար ուղեկցելու 2 ռուսական Tu-142 ինքնաթիռներ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, ռուսական ինքնաթիռները մի քանի անգամ մոտեցել են բրիտանական ավիակրի հարվածային խմբին նորվեգական ծովում։ Հրատարակության տվյալներով Tu-142-ները ուղեկցվել են բրիտանական F-35 կործանիչներով, դեպքը տեղի ունեցել նորվեգական ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության ֆոնին։
Թրամփը Truth Social ցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը պատկերված է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի կողքին։ Հրապարակմանը կիսնագրել է. «Այստեղ անհրաժեշտ է մոտենալ արգելող դատական կարգադրություն, ակնարկելով ԱՄՆ-ում կիրառվող պաշտպանական դատական միջոցը։ Սա արդեն առաջին դեպքը չի, երբ Թրամփը հրապարակավ սուր արտահայտություն է անում Մելոնիի հասցեին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե G7-ի գագաթնաժողովում Իտալիայի վարչապետը աղաչել է իրեն համատեղ լուսանկար անել։ Մելոնին հերքել էր այդ հայտարարությունը, ընդգծելով. «Ոչ ինքը, ոչ Իտալիան որևէ մեկի առաջ չեն աղաչում»։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, Պեկինը լիովին աջակցում է Կուբայի դիրքորոշմանը, կապված ԱՄՆ-ի, էմբարգոյի եւ միակողմանի պատժամիջոցների վերացման հարցի հետ։ Նրա խոսքով Վաշինգտոնը ավելի քան 60 տարի համապարփակ սահմանափակումներ է կիրառում Կուբայի նկատմամբ, լուրջ վնաս հասցնելով կուբացի ժողովրդի բարեկեցությանը։ Մաո Նինգը նշել է, վերջին շրջանում ԱՄՆ-ն ավելի է խստացրել Հավանայի դեմ կիրառվող միջոցառումները։ Չինաստանը հայտարարել է, նման պատժամիջոցները որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում եւ անընդունելի են։ Պեկինը պահանջել է, որ ԱՄՆ-ն անհապաղ վերացնի Կուբայի շրջափակումը եւ դադարեցնի ճնշումը երկրի նկատմամբ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, իր երկիրը չի ցանկանում պատերազմել, սակայն չի պատրաստվում գլուխ խոնարհել որևէ թշնամու առաջ։ Նրա խոսքով Բելարուս ժողովուրդը ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ծանր փորձությունների միջոցով եւ գենետիկ մակարդակով չի ընդունում պատերազմը։ Լուկաշենկոն ընդգծել է Բելարուսը խաղաղ ժողովուրդ է, սակայն պատրաստ է պաշտպանել սեփական անվտանգությունը։ Նախագահը շեշտել է, խաղաղության ձգտումը չի նշանակում հրաժարվել ազգային արժանապատվությունից։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում Լեհաստան կհասնեն լրացուցիչ ամերիկացի զինվորներ։ Վարշավան ու Վաշինգտոնը քննարկում են Լեհաստանում ամերիկյան զորքերի ռոտացիոն ներկայության ընդլայնումն ու մշտական ռազմական բազայի ստեղծումը։ ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել երկու նախագծերն իրականացնելու քաղաքական կամքի մասին։ Նշվում է նաև Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Բարտուշ Գրոդեցկին վերջերս բանակցություններ է անցկացրել Պենտագոնում, որտեղ ամերիկյան կողմը Լեհաստանը ներկայացրել է որպես օրինակելի դաշնակից։ Ըստ տեղեկությունների մշտական ամերիկյան ռազմաբազայի ստեղծման վերաբերյալ որոշումը կարող ընդունվել առաջիկա 6-ից 12 ամիսների ընթացքում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացը։ Նրա խոսքով Անկարան կարևորում է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկխոսությունը, սակայն բոլոր կողմերը պետք է զգոն լինեն հնարավոր սադրանքների նկատմամբ։ Ֆիդանը նշել է, Իսրայելը կարող է օգտագործել ցանկացած հնարավորություն բանակցային գործընթացը տապալելու համար։ Նա հիշեցրել է, ԱՄՆ-ն ու Իրանը արդեն անցկացրել են բանակցություններ Շվեյցարիայում, Կատարի եւ Պակիստանի միջնորդությամբ։ Թուրքիայի արտգործնախարարը կոչ է այլ պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահները Ռեջեփ Թայիպ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը Անկարայում նախատեսված հանդիպան ընթացքում կքննարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման Թուրքիայի նախաձեռնությունները։ Այս թեման լինելու է հանդիպան հիմնական օրակարգային հարցերից մեկը։ Էրդողանը նախկինում հայտնել էր, անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել երկխոսության միջոցով կոնկրետ արդյունքների։ Լեհաստանը պայմանագիր է կնքել ամերիկյան Barracuda 500 ենթաձայնային թևավոր հրթիռների տեղական արտադրության համար։ Համաձայնագիրը ստորագրվել է լեհական PGZ եւ WZL-2 ընկերությունների, ինչպես նաեւ ամերիկյան Anduril Industries-ի միջև։ Այն նախատեսում է Barracuda 500 հրթիռների հավաքումն ու հետագա արտադրությունը Լեհաստանում։ Այս հրթիռների խոսման հեռահարությունը կազմում է մոտ 926 կիլոմետր։ Դրանք կրում են 45 կիլոգրամանոց մարտագլխիկ եւ կարող են արձակվել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից։ Լեհաստանը ծրագրով զգալիորեն ընդլայնում է սեփական ռազմական արդյունաբերության հնարավորությունները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Կիևի իշխանություններին, ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով»։ Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պնդել էր. Սևաստոպոլի պաշտպանության թանգարանի վրա Կիևի հարձակումը մանրակրկիտ ծրագրվել էր Լոնդոնի եւ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից։ Զախարովայի խոսքով Լոնդոնը Կիևի ռեժիմին օգտագործում է իր գործողություններն իրականացնելու համար։ Նա ընդգծել է, Մեծ Բրիտանիան ուղղորդում է Ուկրաինային նման գործողությունների իրականացման ընթացքում։ Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերինբուրգում Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին դիմելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, նշել է Փաշինյանը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով խնդրելով ինձ հանել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին, հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղի ամբողջությամբ, Երևանի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղի 38%-ը, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարներ, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների եւ ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության նոր կարգը։ Կատարված հիմնական փոփոխությամբ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցված համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է, դիմորդների տվյալների եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային համակարգում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը հուսալի գործընկեր է, Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայունաճ է դրսևորում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում կայացած Ինոբրոմ 2026-ի լիագումար նիստում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին 13%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ, հայտարարել է Փաշինյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ներդրումային կոմիտեն մայրաքաղաքի համար հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրերի փաթեթ։ Նրա խոսքով միջոցներն ուղղվելու են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, Երևանի մետրոպոլիտենի ամբողջ ենթակառուցվածքի արդիականացմանը, էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը եւ 2 դեպոների վերանորոգմանը, առանձնացված ավտոբուսային գծերի ներդրմանը, ինչպես նաեւ 250 հեկտար տարածքով Դալմայի այգիների ստեղծմանը։ Սա կարևորագույն եւ հիմնարար որոշում է, որը կայացվել է նախորդ շաբաթ։ Կառավարությունն այսպիսով ստանձնել է ֆինանսական հանձնառություն նշված բոլոր ծրագրերի իրականացման համար, իսկ Երևան քաղաքը կիրականացնի այդ ենթակառուցվածքային նախագծերը, ասել է Ավինյանը։ Նրա խոսքով ծրագրերը գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ ամենապատրաստվածը Աջափնյակի մետրոկայարանի կառուցման նախագիծն է։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Նա Եկատերինբուրգում կմասնակցի Ինոբրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Հուլիսի 6-ի լուսադեմին մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, նա 3 օր էր հիվանդանոցում էր։ Այսօր գիշերը ժամը 03:55-ին սիրտը կանգ է առել։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հրթիռային հարված եւ անօթաչու թռչող սարքերի գրոհ է իրականացել Կիևի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, իսկ 46-ը վիրավորվել են։ Պայթյուններ են գրանցվել քաղաքի տարբեր շրջաններում, իսկ բնակիչները պատասպարվել են մետրոյի կայարաններում։ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք, իսկ Դարնիսկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկեր, որոնց փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակում եւ բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում։ Հարձակումից ժամեր առաջ Զելենսկին նախազգուշացել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր լայնածավալ հարվածի նախապատրաստման մասին։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 7-ից 8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը եւ 10-ից 11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հուլիսի 7-ից 8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ից 10-ը, հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։